Բարև ձեզ, սիրելի դեպորտներ։ Աստված ստեղծել է բոլոր մարդկանց տարբեր ձևի, այսինքն ամեն մարդ ունի իր կյանքի ճանապարհը եւ իր կյանքի իրավիճակները։ Կուշտը սովածին չի հասկանա, առողջը հիվանդին չի հասկանա, մարդը, որ չի անցել դժբախտությունների, փորձությունների միջով, չի հասկանա դիմացինի վշտահարին։ Երջանիկ հայրը չի հասկանա որդեկորուս ծնողին, ամուսնացածը չի հասկանա բաժանվածին, ծնողներ ունեցողը չի հասկանա ծնողները թաղածին, եւ այսպես շատ դեպքեր կարելի ասել։ Այս բոլորը գալիս է նրանից, որ մենք դեռ կյանքի փորձ չունենք։ Այսինքն մենք շատ հաճախ դիմացինին սկսում ենք դատել, խրատել, ինչ-որ մեր մտքի անցածով կամ ոնց որ ասած մեր կարծիքով դիմացինին լավություն անել, բայց դա այդպես չի։ Կյանքի փորձ ձեռք բերելու համար առաջին նախ պետք է մարդը փնտրի Աստծուն, սովորի աղոթք անել, եկեղեցական կարգերին մասնակցել եւ Աստված տեսնելով մարդու խոնարհ վիճակը, բարի տրամադրված վիճակը կամաց կսկսի օգնել մարդուն։ Այսինքն կյանքի փորձ ձեռք բերելով մենք հասկանում ենք, որ դիմացինին պետք չէ այսպես ասել, այսպես անել, այսպես վարվել նրա հետ եւ տարբեր իրավիճակներ։ Եվ կամաց Աստված տեսնելով այդպիսի մարդու խոնարհությունը ավելի բացում նրա սրտի եւ հոգու աչքերը, եւ մենք արդեն սկսում ենք հասկանալ, որ դիմացինին ոչ թե պետք է դատել կամ դաժան ձևի խրատել կամ տարբեր բաներ, այլ պետք է կարեկցել տարբեր ձևերի, թեկուզ բարի ժպիտով, թեկուզ մտքիդ մեջ աղոթք անելով։ Այդ ժամանակ մենք կհասկանանք ինչքան սխալ վերաբերմունք ենք ցույց տվել մեր դիմացինի նկատմամբ։ Սովորեք աղոթել, աղոթեք միմյանց համար, որ չհիվանդանաք։ Աստված ձեզ օգնական եւ պահապան լինի։